Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պետական մաքսային կոմիտեին տեղեկացրել են, որ 2026-ի առաջին եռամսյակում Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից եւ որ գործարքի արժեքը կազմել է $960։ Ապրանքների տեսակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։ Նույն ժամանակահատվածում ըստ ադրբեջանական պետական մաքսային կոմիտեի Ադրբեջանը Հայաստան է արտահանել $5,760,000 արտադրանք։ Հայաստանը այդ երկրից գնել է դիզելային վառելիք եւ ցորեն, արձագանքելով մամուլում տարածված տեղեկությանը Պեկից հայտնել են, որ ըստ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Մի քանի օր առաջ մի 20 հոգի Ադրբեջան են գնացել, հավանաբար Սանսուղի բեռը մեջ եղել արժեքավոր նվերբան, դա երևի գրանցել են։ Ադրբեջանի հետ առևտրային տնտեսական ոչ մի հարաբերություններ չկան, մաքսա պետերում այդ բանը չկա, մաքսա զերծումներ էս կողմենքով Ադրբեջանին այդ բենզինը որ ուղարկում է կամ տնտեսական ցորեն անցկացնում։ Այս թուրանական ծրագրի կոմպոնենտներն են։ Մենք արտահանելու ոչինչ չունենք։ Փայլատի տեղ են ասում են իբրտե պահածում է Ադրբեջանի հետ պահածում ձեռ կրակն անկել։ Ադրբեջանից դիզելային վառելիքի հերթական խմբականակն է ուղարկվում Հայաստան, այս անգամ 22 վագոն, գրեթե 1300 տոննա։ Խմբականակի մեջ 4 վագոնը 240 տոննա քաշով Ռուսաստանից ուղարկված պարարտանյութ է։ Ադրբեջանն այս դեպքում փաստացի տարանցում է Հայաստան վհասնելիք բեռը։ Մինչ այս պահ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ 6312 տոննա վառելիքի գործարք է եղել։ Այդուհանդերձ վագոնները Երևանից դատարկ են վերադառնում Բաքու։ Ադրբեջանցիների կողմից հայկական շուկայից որևէ ապրանքի պատվեր ցայսօր չի եղել։ Ադրբեջանական կողմը միայն վերջերս է սկսել հետաքրքրություն դրսևորել մեր երկրում արտադրվող փայլաթիթեղի նկատմամբ։ Բանակցություններ թեև եղել են, բայց այս դեպքում էլ գործարք դեռ չկա։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլատի տեղի, ճիշտ ասած, մենակ դա է ինչ որ ասում հետաքրքրում, դա էլ մենք չգիտենք, իրականում հետաքրքրում է, թե ֆանուղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպես ինչ ունենք։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ, որովհետեւ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի առնում, չի համարարնի։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան որ կարողանա բենզին կվաճառի, հա, սոկար ինչքան կկարողանա բենզին կվաճառի, նավթամթերք կվաճառի։ Ադրբեջանի հերթական վայրագությունը այս անգամ էլ հողին է հավասարեցրել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։ Տարածված լուսանկարներից երևում է, որ ոչ միայն եկեղեցին է ոչնչացվել, այլև ամբողջ շրջակա տարածքն է հողին հավասարեցվել։ Ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, այդ թվում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի հեղինակած խաչքարը։ Ադրբեջանական լրատվամիջոցները եկեղեցին ներկայացրել են որպես անօրինական եւ ենթակա ապամոնտաժման։ Մշակութային եւ հոգեվոր կենտրոնի համարում ունեցող Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 2007-ին։ Ստեփանակերտի անկախությունից հետո առաջին եկեղեցին էր։ Ինքը լենց ճարտարապետորեն բավականին համեստ մի կառույց էր, բայց քանի որ դա էր դեր առաջինը, ժողովրդի կողմից շատ սիրված եւ հարգված էր, այդ բոլորը կորսվել են եւ անկեղծ ասած նաեւ ադրբեջանական մեկնաբանությունները, բանը միանշանակ դրանք այդ բոլորը օկուպանտական ժառանգություն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է ներկայացնել հայ գերիների դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները գործում առկա ապացույցների հիման վրա։ Վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։ ՄԻԵԴ մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին հաշվետվություններ ներկայացնելու պահանջը վերացնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատարանը Բաքվին պարտավորեց շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների եւ բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա հայ գերիների ազատ արձակման համար։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանի եվրոպական ուղում ներդրումներով, տնտեսական համագործակցությամբ եւ ծրագրերով, սակայն բարեփոխումները հիմնականում Հայաստանի տնային աշխատանքն են։ Հնարավոր առաջընթացներ կարող են լինել վիզայի ազատականացման, տնտեսական ինտեգրման եւ անվտանգային գործակցության ուղղություններով։ Լեքսմանի խոսքով առաջիկա Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի առանցքում կլինեն տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքները եւ երկրի դիմակայությունը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ընտրությունների հիմնական ռիսկը արտաքին միջամտությունն է, հատկապես Ռուսաստանի կողմից, եւ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել ընտրական գործընթացի վերահսկմանը։
Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ գազի գնի թանկացման մասին Պուտինը որևէ ակնարկ չի արել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ընթացքում, ընդգծելով, որ նման տեղեկությունները տարածում են Հայաստանի որոշ քաղաքական ուժեր եւ նրանց հետ կապված լրատվամիջոցներ, իսկ ինքը չի տեսնում պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է նման քայլի դիմի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կոնֆլիկտը Նիկոլ Փաշինյանը բացառում է ոչ հիմա, ոչ էլ հետո։ Կառավարությունը արժեհերթական հարցուպատասխանին անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին հայտնել է վարչապետը, նշելով, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այս հարցուպատասխանը նորից առանց ընդդիմադիրների էր, սոցիալական ու տնտեսական հարցեր քննարկեցին։ Նիկոլ Փաշինյանը ավիատոմսերի թեմայի շրջանակում նշեց, որ կիրակի օրը Գյումրի Լեռնակը 2 եվրո արժողությամբ տոմս կա միակողմանի։ Այսինքն, ըստ երկրի ղեկավարի, ապրիլի 1-ից բարձրացված թոշակով մեր կենսաթոշակառուները կարող են առնվազն 5 հատ նման երկկողմանի տոմս գնել։ Ես էլի ասում եմ 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ Ու մինչև Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր բիզնես սկսելու սխեման, падգամավորները հայտնեցին, որ տոմսը թանկացել է։ 2.19 եվրո։ 2.19 եվրո։ Բասում եմ գովազ դարինք հիմա։ Իրականում այս նոստերները ինքը 1 ժամվա մեջ տատանվում է գները, դա նորմալ է, էլի հելնում է իշնում։ Հիմա ժողովուրդ ջան 2.19 եվրո, հիմա կռիվ մի արեք։ Հանրապետությունում չկա այնպիսի համայնք, որտեղ ջրի հետ կապված խնդիր չլինի, ընդ որում եւ խմելու եւ ոռոգման։ Կառավարությունն առաջիկա 5 տարում է պատրաստվում լուծել ինչպես այդ, այնպես էլ ջրային ոլորտում արկա մյուս խնդիրները։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ջրամբարներ են կառուցելու, ճիշտ կառավարում են իրականացնելու։ Վերջին օրերին համացանցում աղմուկ էր բարձրացրել մի տեսանյութ, որտեղ ինչ-որ տղամարդ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս արցախցիների հասցեին եւ մասնավորապես արցախցի կանանց նկատմամբ։ Ենթադրվում էր, որ կարճ ժամանակ անց իրավապահներն այս հրապարակմանը կտան հավուր պատշաճի արձագանք, այնպես ինչպես նախկինում են վարվել, երբ որևէ մեկը նրանց գնահատականով ատելության խոսքով թիրախավորել է որևէ խմբի, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին երևույթին։ Իրենց գործն է, իրենց պարտականությունն է, որ չթողնեն հանրության մեջ նմանատիպ պարակտում մտցնող, սերմացնող այդ ձևի սրիկա նիգադյայ ազնվորություններին, ու ես գիտեմ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, իրենց ձեռին է օրենքն էլ, այդ օրենքի հիման վրա էլ այդ մարդկանց, այդ խախտումները ամեն ձևի այդ մարդկանց պատժի ենթարկելու հարցն է։ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ մարդիկ ակնհայտ սադրիչ նպատակներով կոպտորեն վիրավորում եւ թիրախավորում են արցախցիներին եւ պատասխան չեն տալիս օրենքի առջև։ Այն դեպքում, երբ այլ քաղաքացիներ շատ ավելի մեղմ արարքների համար միանգամից հայտնվում են իրավապահների ֆոկուսում։ Նմանատիպ ձևակերպումով կամ չգիտեմ ում կողմից ուղղորդվող, ինչ ուժերի կողմից, ինչ ներկայացուցիչների կողմից ուղղորդվող, սա ուժը ոչ 10-րդ, ոչ 20-րդ դեպքն է։ Սա որ անպատիժ եմ մնում կամ անպատիժ եմ անտեսում են նմանատիպ հարցերում, ուրեմն ես գիտեմ, թե սրա հետևին կա ինչ-որ ներկայացուցիչներ, ինչ-որ ուժեր։ Հայաստանում քրեորեն պատժելի է համարվում ատելության խտրականություն պարունակող խոսքը կամ բռնության կոչերը, որևէ խմբի նկատմամբ թշնամանքի կամ անհանդուրժողականության տարածումը։ Արցախցիների նկատմամբ կիրառված խոսքը հենց այդպիսին է, նշում են փորձագետները։ Այստեղ քրեական գործ չհարուցվի եւ նրան մեղադրանք չառաջադրվի, մեզ ունենք միայն մեկ հնարավորություն, այն էլ դատարանն է։ Կարծում եմ, որ դատարանները ավելի ճիշտ լուծում կտան այս գործին, այստեղ բացահայտ 329-րդ հոդվածի 3-րդ մասը առկա է։ Ոստիկանությունը կամ ուրիշները ներկայացնում են հաղորդում ու քննիչը գործահարուցում, որտեղ ոստիկանությունը ունի նման ֆունկցիա։ Ինքը իր լիազորության ընթացքում այդ հանցագործությունը հայտնաբերում, իսկ սա տիպիկ է ուղղակի, եթե իրենք անցել են այդ ամբողջ դասընթացները, տեղյակ են ինչ ատելության խոսքը, սա պետք է լիներ առաջին հենց դասագրքային օրինակը, որ պետք է միանգամից սրա մասին հաղորդում ներկայացնեին, իսկ տեղեկություն փոխանցեն քննչական մարմնին, դա գործառույց էր։ Խնդիրն այն է, որ եթե դու թույլ ես տալիս մեկին հատել օրենքով սահմանված կարմիր գծերը, դա հետագայում կարող են անել նաև ուրիշները։ Սրա հետևանքով ազգամիջյան պարակտումը կարող է նոր մասշտաբների հասնել, նշում են փորձագետները։
Եթե ատելությունը, խտրականությունը տարածվում են, հայտնվում են մարդիկ, ովքեր ավելի ծանր արարքների են պատրաստ, վտանգավոր խոսք հասկացությունը դա է, ինչը բարձրացնում է ֆիզիկական բռնության վտանգը, ու դրա սկզբներից մեկը անարձագանք թողնված ատելության խոսքն է։ Փորձագետների կարծիքով այս երևույթի վատ կողմերից մեկն այն է, որ հասցեական արձագանքի բացակայության պատճառով հանրության շրջանում ընկնում է իրավապահ քննչական համակարգի հեղինակությունը եւ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը։ Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել հացի շուկայում, մի կողմից հացի քաշը անընդմեջ նվազում է, իսկ գինը բարձրանում, մյուս կողմից հացի գլխավոր հումքը այլուր է էժանացել է։ 100 դրամանոց հաց Հայաստանի որևէ խանութում կամ սուպերմարկետում գնել հնարավոր չէ։ Հացի գինը նվազագույնը շարունակում է մնալ 200 դրամը, այն դեպքում, երբ ցորենի 1 կիլոգրամի արժեքը 200 դրամից իջել է 70 դրամ։ Սա լուրջ ահազանգ է հացամթերքի շուկայում ուսումնասիրություն իրականացնելու համար։ Նշում են ոլորտի մասնագետները ու հավելում շուկան մրցակցային է ու որևէ արտադրող գին թելադրելու կարողություն չունի։ Վերահսկողություն չկա, ով ինչ գնի է ներկրում ու ինչ գնի է վաճառում։ Գործարանը ինքը, ում որ մատակարարում է, ասում է՝ «Դի տնեք, ես ինչ գին է»։ Սրանից թանկ չպետք է վաճառեք, բայց մենք չունենք գյուղատնտեսական ոչ մի ապրանքի, այդպես գին դրած, որ ասենք նախարարությունը ստիպի ֆերմերին կամ չգիտեմ ում, ասի կամ որ էս է գինը, սրանից թանկ չպետք է վաճառեք։ Ապրիլի 13-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում Մրգաշեն բնակավայրի առաջին փողոցի 8-րդ նրբանցքում հայտնաբերվել է 52-ամյա Արթուր Ավագյանի մարմինը։ Հավաքվածների խոսքով մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել։ Նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություն էր, աշխատում էր որպես ատամնաբույժ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, կասկածյալավորվում է, փնտրվում է հանցագործության գործիք առարկան։ Ապրիլի 13-ին Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Մերսեդեսը եւ Հրազդան Ծաղկաձորի երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Քաղաքացիների խոսքով վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, իսկ Մերսեդեսի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է այդ սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում, չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը։ Բագրատունյաց պողոտա թիվ 34 շենքի նկուղներում արդեն տևական ժամանակ է բնակիչները ոչինչ չեն կարողանում պահել։ Դրանք կոյաջրերով են ողողված ու դրանց պատճառով առնետներն են շատացել։ Ինչ որ տեսնում եք, ես հիմա շատ քիչ է։ Այս աստիճանները այսքան հելնում է։ Ջուրը միջև է։ Համաճարակի վտանգն ամեն օր է մեծանում, նաև շենքի հիմքերն են թուլանում, իսկ այստեղ 200-ից ավելի բնակիչ է ապրում։ Պատուհան բացել եւս չեն կարողանում։ Հիմնական խնդիրը կապում են ընդհանուր բարձրահարկ նորագահությունների մագիստրալներին ասում են ծանրաբեռնված։ Բնակիչները մի քանի անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, Վեոլիա ջուր, ջրային պետական կոմիտե։ Բայց գործնական քայլեր այդպես էլ չեն եղել։ Քաղաքացիներն իրենց ջանքերով մի քանի անգամ փորձել են լուծել խնդիրը։ Ժամանակավոր է եղել այդ լուծումը։ Ջրային կոմիտեի մասնագետները, Վեոլիա ջրի մասնագետների հետ եկան, ասացին, որ այստեղ լուք կա կորած։ Հիմա քաղաքացիները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, առողջապահության նախարարությանն ու քաղաքային իշխանությանն են դիմում։ Օպերատիվ քայլերի անհրաժեշտություն կա, ասում են, կոչ անում պատասխանատուներին արագ գործել։